էս այն մասն է, որ եթե շատ զզվող եք, մի նայեք։ Չախը հետ որ յուտ եք անում թաղապետին մատուցում եք որ վրեն։ Ճաշիկի մեջ միսիկը մի քիչ դնելը անբարոյական է, ստե вообще ինչ-որ քննարկելու հարց կա։ Լավ, ինչպես կարող է քաղաքը երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Չէ, դա ռետրո նիկոլներ։ Մամուլում նրանց կոչում են պապ ավազակներ։ Պապ սրիկաներ։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու գիտենք արդեն որ ձեզ շատերը մեզ նայում են ուտելով։ Այսօրվա հաղորդումը մի փոքր 18+ է, բայց ոչ մեր մեղքով։ Չնայած դրան շարունակեք ուղարկել ձեր ուտելիքի նկարները, մենք պոստում ենք դա մեր Instagram-ի էջում։ Գերեք զգուշավոր։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը ավարտին է մոտեցրել շենքը, որը գտնվում է Դավիթ անհախտ 25 հասցեով եւ ունի առաջարկություն, որից անհնար է հրաժարվել։ Խոսքը կոմերցիոն տարածքի մասին է, որտեղ կարող է լինել ձեր բանկը, ձեր չինական մեքենաների շոուրումը, տեղադրեք ընդեղ ստրատեգիկ վայրում, քանի չի վերջացել տեղը։ Մանրամասները GTB-ի հետ, իսկ ես նաև ասեմ, որ այս կիրակի GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանին տվել ենք ամենասուր հարցերը կապված Կասկադի են վերևի հատվածի վերակառուցման հետ, նենց որ բաց չթողնեք լուրջ կայացնել։ Եվ այսպես ձեր մեքենան փչացել է։ Ինչը տեղի չէր ունենա, եթե ձեռք բերեք JMC-ից մեքենա, բայց ինչ անել։ JMC-ն մտածել է նաև դրա մասին, ունի հրաշալի էվակուատոր, որը գնելուց կարող եք էվակուացնել ձեր մեքենան։ Կարող եք վերցնել եւ բիզնեսի տակ դնել եւ օգնել տրասին մնացած ձեր հայրենակիցներին։ Ընդամենը 13.5 միլիոն դրամ եւ էվակուատորը կգա կանգնի ձեր դրան դեմը։ Vigus Touring Grand Avenue Caring Plus Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ մի հատ Grand Avenue Plus 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արա գաճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Որպես նախաբան ասեմ, որ այս հաղորդման համար ստիպված ենք մոտակա 30 րոպեների ընթացքում ապաքրեականացնել թափել բառը իր ավելի ոչ ավանդական իմաստով։ Բառը առաջին օգտագործել է ամենաեվրոպամետ կուսակցության հանրապետության ներկայացուցիչը եւ մենք չենք ուզենա կրկնել, ուղղակի առանց այդ բառի անհնար կլիներ հասկանալ նախապատմությունը։ Մենք պետք է տեսնենք ողջ նախապատմությունը, բայց միջև նախապատմությունը տեսնենք բունծեցը, որը տեղի ունեցավ բլոգեր Արտուր Չախոյանի միջև եւ նոր նորքի ողջ պատմության ամենաեվրոպամետ թաղապետի միջև։ Դու լավ տղա Լավ տղեն դու չես։ Արա հանգիստ։ Այն դեմքող հարվածողը դա հենց բուն թաղապետն է Արամ Սարգսյանի կուսակցությունից։ Իսկ հիմա շատ սխալ պատկերացում ունեն եվրոպական արժեքների մասին իրանք։ Դու լուրջ մտածես, որ այս պահին արդեն Փարիզի Շանզելիզե վարչական շրջանի թաղապետը, եթե այն գոյություն ունի, տոմս չի արել, որ գա ու սեմինարներ ստանա Տեր Մարգարյանից։ Շատ մեծ կասկածներ ունեմ, որ տես չի լինի, բայց չմոռանանք ինչից ամեն ինչ սկսվեց։ Իսկ ամեն ինչ սկսվեց այս չարաբաս
ստացած վիդեոից մանկապարտեզի։ Այս պատմությունը սկսվեց Նոր Նորքում գտնվող մի մանկապարտեզ ակտիվիստի եւ ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի այցից հետո։ Նրանք վերանորոգման բացերն էին ցույց տալիս, հեշտությամբ պոկելով քարերը, պատիններն ու անգամ ասֆալտը։ Որակի պատասխանատու համարում էին Լիլիանարմ ընկերությանը, որը ինչպես պնդել էին իշխանության ներկայացուցչին է պատկանում։ Նայեք ԿՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն։ Սրան մանրամասն անդրադարձել ենք նախորդ թողարկմանը, կարող եք գնալ նայել։ Սրանից հետո բարի Եվրոպա մետագոին թաղապետը զանգում է բլոգեր Չախուանին եւ հայտնում իր կարծիքը տեսանյութի հետ։ Թութր գուշակեմ, չի հավանել։ Կանել չի հավանել տեսանյութը, այնքան չի հավանել, որ նույնիսկ սենց ցանկություն առաջացել։ Տակ էս այն մասն է, որ եթե շատ զզվող եք կամ քաղաքական hardcore porno-ի ֆանատ չեք, մի նայեք։ Բաց ստեմակ։ Չախման այդ որ նյութ եք անում թաղապետին մատնանշում եք, որ թափեմ եք վրեն, կողմ Մեսրոպի։ Լսի, Թափեմ ես քո վրեն, արա։ Տենաս դու։ Դեվդեքս տենանք, արա։ Դեսա Թափեմ վրեն, արա։ Նախ ամենատարօրինակ ցանկությունն է, որ մի տղամարդ կարա ուրիշ տղամարդու արտահայտի, բայց կարող է մենք ենք տենց հետ ամենած, կարող է, չգիտեմ, ինչ-որ բան չենք հասկանում։ Աշխարհը շատ արագ փոխվում անարեք։ Ну ինչևէ, բայց այլ չբացառենք, որ կարող է Արտուր Չախոյանը նենգաբար AI-ով վերցել այդ ձայնագրությունը կեղծելա, չէ՞ որ Գյումրիի քաղաքապետն էր ասում, որ իր այդ տենց բան են արել։ Չբացառենք ու լսենք հակառակ կողմի կարծիքը։ Այո, ես հայոյել եմ հեռախոսով, չեմ հրաժարվում, վերահաստատում եմ հայոյանքս։ Այսինքն վերահաստատում է, որ թափելու խոսակցությունը ինքը բացեց։ Այո, ֆիքսեցինք, որ այդ տարօրինակ ցանկությունը դա AI-ինը կամ ChatGPT-ը չի։ Լավ, դրանից հետո Մեսրոպ ու Արտուրը գնում են թաղապետարան հաջորդ օրը ու անցկացնում են իրենց պնդմամբ քաղաքական ակցիա, իսկ իմ կարծիքով Danone յոգուրտների ամենավատ ինտեգրացիան երբևէ։ Այս մասը շատ հաճ մաս է, դրա համար խնդրում եմ բոլոր հղի կանանց, ոչ հղի կանանց, երեխաներին, միջին տարիքի երեխեքին եւ զզվող մարդկանց, հեպատիտ C, դիաբետ ունեցող մարդկանց չնայել սա։ Թափում են վրեն, դերքիտ են թափում, արա։ Հետ բերեք են Danone, այդ հետ բերեք։ Հին ու բարի ժամանակները, երբ Danone-ը չէր ասոցացվում թաղապետարանի ակցիաների հետ։ Իդեպ այս մասը, ծեծը չես, կատնա մթերային մասը դատապարտեց քաղաքապետը այդ նույն օրը։ Բայց այն պահի դրությամբ, երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքներին, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ կարող է ինչ-որ արդեն նյարդերը տեղի տան ու մի բան էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավել ասի։ Ու հաջորդ օրը տվեցին։ Ու ասեցին. Այդքան ասել չէր, իշքան 7 հոգով այսենց մի հոգու տպել։ Ասին արին։ Սիրուն չի, Տիգրան։ Ավինյանը նաև ասեց, որ մանկապարտեզը դեռ ավարտված չէր։ Կոնկրետ այդ դեպքը, որը նկարագրում եք, մի մանկապարտեզի մասին է խոսքը, որը քաղաքապետարանը դեռևս չի ընդունել, ասենք այո, այդտեղ կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի շին բարեկարգման վարչությունը դեռևս գումարը չի վճարել ամբողջությամբ, եւ այդ խնդիրների լուծման ճանապարհը շինարարին, տեղ հսկողին եւ մնացածին աշխատացնել է։ Ինչ անում է Երևանի քաղաքապետարանը։ Լավ է որ չեք ընդունել, բայց մի հատ ոչ օրթոդոքսալ միտքել ես ունեմ։ Գուցե եթե այդ շինարարը, այդ կառուցապատողը արդեն որ երրորդ նախագիծն է հանձնում, Նանսենի այգի, Գայի արձանի շրջակա, Երևանյան լիճ, գուցե լավ միտք չի մի հատ էլ չզեկուցվող եւս 2.5 միլիոն դոլար իրան տալու բանը քննարկեք։ Նույնիսկ եթե նախկինում իրենց ցուցակից էր։ Առավել եւս, որովհետեւ ձեր, այսինքն շինարարություններից ձեր պարծանքը, ձեր իշխանության հենքն ու հիմքն ու առանցքը ասֆալտը, նույնիսկ ասֆալտը շատ ոռյա սկսել դրվել։
Ասում եմ նայն նորից չընկնես։ Սիրելի ոստիկաններ, նայեք, որ սենց ասֆալտ սարքողներին բռնեք նստեցնեք, այդ նայեք։ Ընդ որում այնքան վաղուցվանից է դա, որ տակը որ նայեք, այնտեղ պակրշկայա փայտեր են, այն ամենատակը, որ խորանակ լավ ասֆալտի խոստումներն են թաքնված, այն ամենատակը։ Լավ, գալի որ մենք ամենաեվրոպական իսկապես արժեքներով հաղորդումն ենք, լսենք երկրորդ կողմին։ Մեսրոպ Մանուկյանը եւ պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չի, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ։ Քաղաքապետարանը չի ընդունել վերանու ակտը, այսինքն ակտը ստորագրված չի, գումարը փոխանցված չի, շինարարներն ունեն խնդիր եւ այդ խնդիրը պետք է լուծեն։ Այստեղ գալիս ենք բուն խնդրին, իրականում կարևոր խնդրին, մանկապարտեզը պետքա հանձնված լիներ դեռ ուշադրություն հունվարին։ Էլի, հիշեցնեմ, որ Լիլիան Արմին շարունակում են տալ ինչ-որ ծրագրեր։ Այդ նույն բանը որ գայի Արցանանց հնի այգի Երևանյան իջա խնդիրը ստեղ է տա երևի։ Այս հարցերի մասին մանրամասն խոսում ենք իդեպ Երևանի հավաքանի Մեսրոպ Մանուկյանի հետ լուրջ քաստում այս Կիրակի չէ, այն մյուս Կիրակի։ Առանց յոգուրտ ակել։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքները։ Այս մարդը sense իրա վրա կենտրոնացած։ Սիրելի ներկա, անցյալ եւ ապագա բոլոր պաշտոնյաներ, նայեք, երեխեքին հատկացված փողերից վատ կառուցապատելը, վտանգավոր կառուցապատելը, то չգիտեմ, ճաշիկի մեջ միսիկը մի քիչ դնելը անբարոյական է, ստե вообще ինչ-որ քննարկելու հարց կա։ Ու հենց այդ բառից էր վրթովել թաղապետը, որը զանգեց եւ գործը գնաց դեպի վերբալ ցփնում։ Այդ չէ, դու շատ մակիրեսային ես նայում։ Իրականում կթվաս այն որ լոկալ տենց ընթարում էր, բայց սա աշխարհակաղակական գերտերությունների դավադրություն էր։ Նպատակը իրենց պատվիրատուներն են, որոնք ես շատ լավ գիտեմ որտեղից են գալիս, այնտեղից են գալիս, որ երկրի քաղաքացի, որ Շախոյան Արտուրն է, պատվերները հստակ գալիս են այնտեղից, իրանք չեն մարսել Բուչան, չեն մարսել իմ քաղաքական կողմնորոշվածությունը։ Причем тут Բուչա կմտածեք դուք, բանն այն է, որ Մասիվի թաղապետը մի քանի տարի առաջ այցելել էր Ուկրաինայի այդ քաղաքը, ինչը նրան չի ներվել ու հենց դրան ինադու ընդդիմությունը գտավ վատ կառուցված մանկապարտեզ, որ պատժի նրան։ Այո, որտեղ անձամբ Պուտինը մուր էր պահել թաղապետի վրա, իրա Թշնամիների ցուցակը գալիս էր Նավալնին, հետո Զելենսկին, հետո Տիգրան Տեր-Մարկարյան։ Որը դե Պուտինը ներվային ջորգերի մեջ էր, ոնց են գնացել այնտեղ։ Հիմա Արամ Սարգսյանը ու Խզմալյանը իրենց վայրի խարիզմայով Հայաստանը կփոխեն Եվրոպայից ու հակառակը Ռուսաստանից եւ կմսեն Եվրոպա։ Ուստեղ Կրեմլի պատվալներում ծնվեց յոգուրտ օպերացիան։ Պուտինը սաղին sense կանչեց իր մոտ ու ասեց. Добрый вечер. Купите Артуру 2 йогурта банановых. Нет, это слишком. Клубничных. И все получится. Թաղապետի տեսությունը ավելի լայն բացեց Հանրապետություն կուսակցության նախագահը։ Միանշանակ հայտնվելու են այդ իրավիճակում, որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանի Հանրապետությունում հասնել իշխանության։ Իսկ ովքեր են այդ թևի կողմնակիցները։ Դրա կողմնակիցները արդեն աշխարհ քաղաքական են։ Դա Ռուսաստանն է, դա Ադրբեջանն է։ Ինչ են իրենք ուզում՝ մեղրիով միջանցք եւ Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության ամբողջական զրկ։ Եվ այսպես հմուտ ձեռքի շարժումով թաղապետի թափելու սպառնալիքը 7 հոգով մարդ տպելը դարձավ ուշադրություն, ինքնիշխանության պաշտպանություն։ Ալե, ոպ։ Ու եթե թվում է, որ մի փոքր Եվրոպայի ուղուց շեղվել է, դա մենակ մի հոգին արեց, չէ։ Այս լեզուները, խոսքի ազատություն չի, այս լեզուները շակերտների մեջ մի քիչ պետքա կտրել, որ իմանան որն է խոսքի ազատությունը ու որն է ամենաթողությունը։ Պետքա այդ երկուսը վերջապես սկսի այս երկրում տարանջատվել։ Խոսքի ազատություն եւ ամենաթողություն։ Այս ամենաթողության դեմը վերջապես պետքա առնվի պետական մակարդակով։ Այսինքն պետական մակարդակով արգելել, որ բլոգերները անեն ինչ-որ բացահայտումներ։ Շատ լավ միտք է Հյուսիսային Կորեայի համար։ Նու դա միակ բանը չէր։ Կպատասխանեն մեզ փողոցային լեքսիկոնով, կստանան փողոցային, կուզեն ծեծ, կստանան ծեծ, եթե մեր հետ կգնան այդ տարբերակով։ Հիշեցնեմ, որ այս մարդիկ աչ ու ձախ բոլորին ասում են ռևանշիստներ։ Սա երևի նոր եվրոպականն է, որը մենք ու դեռ Եվրոպան էլ չի ջոկել։ Ես նույնիսկ գիտեմ ով շատ կտխրի էս ողջ պատմությունից։ Հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Ու սա շատ լուրջ խնդրեմ է։
Այո, սա շատ լուրջ հստակ խնդրեմ է, որը չլղոզված դատապարտում չստացավ ոչ վարչապետից, որը вообще Range Rover ամեն ինչի մասին գրում է, ոչ Ավինյանից, որը այս պայծրությամբ չի ազատել նրան։ Դե կարող է ոչ էլ ազատի։ Նայ ինչ ասել մյուս հանրապետությունական թաղապետը։ Մալացիա Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը հրապարակին ասել է, եթե Երևանի քաղաքապետը Տեր Մարգարյանին ազատի նոր Նորքի թաղապետի պաշտոնից, իրենք վայր կդնեն լիազորությունները։ Հա, ջան, դրեք, մի սպասեք Ավինյանին, կան խարգելիչ դրեք, կա թափելու ժամանակ, կա դնելու ժամանակ։ Լավ, եկեք քարը փեշիցը թափ։ Մի խոսքով անցնենք առաջ, որտեվ կա նաև երկրորդ մասում Փաշինյանը կիսում է Էստոնիայի փորձով եւ վերջապես դատում են Քիմ Քարդաշյանի վրա հարձակված տականքներին։ Էստոնիան ո՞նց է, Էստոնիա, Թալինի թաղապետերը, չմարդ։ Քիմ Քարդաշյանը հեչ է դեր քեզ հետաքրքիր, հա։ Հիմա Մնացեք մեզ հետ։ Լավ լուր մեր գործընկեր Dragon Motors China-ից։ Վճարեք ընդամենը 100,000 դրամ կանխավճար եւ վարեք 25 թվականի արտադրության BYD Song Plus Smart Edition էլեկտրոմոբիլը։ Առաքումը իրականացնում են 45 օրվա մեջ եւ տեղում ձևակերպում են ավտովար։ Իսկ ձեր ամսական վճարումները չեն գերազանցի 220,000 դրամը։ Սրա մեջ մտնում է նաեւ պաշտոնական երաշխիք Dragon Motors China պաշտոնական ներկայացուցիչ։ Կարաս նենց սարքես, որ գոնե մի 2 ամիս էլ չփչանա։ Արժ չկա, ամորտիզատորը պետք է փոխվի։ Մոտորը յուղ է թողնում, սալիկները միակ նայեն։ Ինչ շտապ հոգեբան է պետք։ Ինձ անընդհատ թվում է այսեն չոր բան կփչանա, վարպետիս ավելի շատ եմ տենում, քան մամայիս, ձեռքերս ներվերից դողում է։ Ինչ որ դեղ կա սրա դեմ։ Հոգիս, քեզ ոչ դեղ է պետք, ոչ էլ հոգեբան։ Նոր վարպետ։ Նոր էլեկտրոմոբիլ։ Մտնում ես Dragon Motors.am կամ այցելում ես Mega Mall-ի սրահ։ Ընտրում ես քեզ հարմար մոդելը, տանում ես test drive-ի, որ զգաս որն ավելի քոնը։ Ձևակերպում ես ապառիկը հենց այստեղ առանց բանկ այցելու, սկսած 0% կանխավճարից։ Իսկ եթե հետո ուզենամ փոխել, Trade-in կանես, հինը նորի փոխարեն։ Ու ամենակարևորը, շուկայում կան տարբեր կասկածելի առաջարկներ, իսկ սա Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ իսկ հետո ու ձեռքերդ դադարում են դողալ։ Վաու, իսկ եթե մի բան Հանգիստ, գործարանային երաշխիքի մեջ ես։ Իսկ կարամ Կարող ես եւ ընտրել եղածներից, եւ պատվիրել։ Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Չես պատկերացնում ինչքան երկար եմ քեզ փնտրել։ Այս մեկը իմն է հոգիս, քոնը այն կողքինն է։ Պարդոն։ Քեզ եմ փնտրել։ Ավելի լավ է ARM Comedy promo կոդ ասա։ Համ անվճար լիցքավորիչ կստանաս, համ կգան ձեր հասցեում կտեղադրեն։ Երևան, մեր օրեր, կառավարության նիստ։ Փաշինյանը նիստ էր վարում, սովորականի պես, ու սովորականի պես ժողովուրդը շատ տուպոյ է, շատ չլսող է դուրս գալիս։ Ժողովուրդը հիասթափեցնում է Փաշինյանին իր պրիմիտիվ մտածելակերպով։ Էլի մեր իրականության մեջ էսպիսի բան կա, մի անգամ ես դա հրապարակային նույնիսկ ասացի, բերել օրինակներ։ Ասենք նույնիսկ մեր բանում, մեր քննարկումների ժամանակ հնչում է սենց, Էստոնիայում սենց է, Էստոնիայում նենց է։ Արա հա էլի ճիշտ ասում, մեկը գնում է Եվրոպա, միանգամից, դե գիտես, Հռոմում ծառերը սենց են աճում, գիտես, Բերլինում գնացքները նենց պունկտուալնի են ու գալիս են ու լցնում են ու Ով է այդ փորձագետը, որ գնում է Էստոնիա, միանգամից ասում է, որ Էստոնիան սենց է, Էստոնիան նենց է։ Կար մեկը վերջերս Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում եմ, նայում եմ ու մտածում, լավ ինչպես կարող է քաղաքը երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա, նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա։ Դե չէ, դա ռետրո Նիկոլներ, ուղղակի հիշում ես ռետրոյի ժամանակը կրճատվել է, դա 5 օր առաջ էր։ Դե բայց Time Նիկոլը ճիշտ ասում, արա փորձագետները ամենտեղ են ու հիմնականում 2 գծով եթե նկատել եք։ Մեր 95%-ը Իսրայելի հարցով փորձագետ է, Իսրայելի ու Սինգապուրի։ Ինչ խոսում ես մեկ է հազարավոր մեկնաբանություններ Սինգապուրում սենց է, Իսրայելում նենց է, բանում ժողովուրդ մենք էս կներեք այս խոսույթներն էլ նշանակում են էլի մեր բանը, մեր վերաբերմունքի անլրջությունը։ Իսկականից անլուրջ է, արա մեզ պետք է այս սենց
վարչապետ, որ այդ ամեն ինչը գիտակցում, անկի չենք այս մարդուն ընտրում վարչապետ, որ սա հասկանում է, ու սենց անկա բաներ չի խոսում, լուրջ գործով է զբաղվում։ Էստոնիայում ոնց է օրինակ ID քարտի փորձը, որ 20 տարի է գնում ենք Էստոնիա, ինչի չեն կարող, որ այդ ID քարտը պարտադիր է, փորձը վերջնական բերել դնել 20 տարի է։ Այդ առումով Էստոնիա այցը շատ ստակ պտուղներ է տալիս։ Բայց ստացել եմ շատ բարձ պատասխան։ Մենք 2002 թվից ID քարտը դարձրել ենք պարտադիր բոլորի համար։ Այո, բոլորի համար, բայց բոլորի համար։ Այո, բոլորի համար, բայց իսկականից բոլորի համար։ Այո, իսկականից բոլոր նշանակում է բոլոր, այսինքն հիմա պատուհանից ում որ ցույց տանք իրանց համար էլա պարտադիր։ Այո, բոլոր նշանակում է բոլոր։ Խեղճ էստոնացի պաշտոնյաները ասես քրքրել է, 7 անգամ արծել։ Բոլորի համար հաստատ, սրանք մտածում օրես ինչ է ուզում, հա, այլի հաստատ։ Մեր մոտ ինչա նշանակում բոլորի համար, ինչ որ ուրիշ բան է նշանակում։ Մեր մոտ բոլորը գիտեք ինչ է նշանակում։ Եկեք գնանք ցանկացած որոշում նայենք, ցանկացած օրենք նայենք։ Բոլոր նշանակում է բացի սրանից։ Պարտադիր է բոլորի համար։ Պարտադիր է բոլորի համար, բայց բացի ունենք եւս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում։ Ինչու ու բոլորը լեգիտիմ։ Ոբշեմ հայտարարել է լրջանումը, մինչև նոյեմբեր են, չէ՞ հետաձգել։ Այդ վաղ դեռ Էստոնիա չէր գնացել։ Հիմա որ գնաց, վсё, արդեն վերջնական։ Իսկ այդ հետաձգելն ու բացառությունները շատ վատ տեղ են տանում։ Պետություն չենք դառնա սենց մենք։ Չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Ամեն ինչը մեր մոտ ամեն ինչը պարտադիր, ընդ որում ամեն ինչի մեջ կա քրեական օրենսգրքում գրած է գրած չի մեկական կատեգորիաներ, որ դա իրան չի վերաբերվում։ Քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական երթևեկության կանոնների մեջ։ Ով էր ման գալիս ընդդիմության առաջնորդ, անուն չեն կարող մտածել, ահեն, ամենադժգոհ մարդը կառավարությունից։ Վերցրեք էլի։ Ինքը գիտի, որ ինքը արդեն 7 տարի է վարչապետ է, ու այս ամենը կարող է 7 անգամ շտկել։ Դե հա, բայց 7 տարի ուշ գնաց Էստոնիա։ Ես Էստոնիայից գրառում եմ անում, Տալինից։ Նայում եմ, ասում եմ, ոնց կարա էլի քաղաքը սենց բան լինի։ Հələ այնց բան էի գրել, այդ խեղճ էստոնացիք արդարանում էին, ասում են, դե գիտես գարունա բան է, երևի տեսել էին գրառումները, որ ասում են դե գարունա բան, տենց մի քիչ լավ է մագրած էլի։ Խեղճ էստոնացիք էլ են խույվորել, որ իրանց մոտ այդքան ամեն ինչ մաքուր ու սիրուն է։ Որ իրանք քեչ չգիտեն, որ այդքան լավն են։ Այդ Էստոնիայում է տենց մաքուր։ Իսկ մեր մոտ Ես եմ մեղավոր, որ մենք ծխում գցում ենք, ես 2004 թվից չեմ ծխում։ Չէ, ջան, դուք մեղավոր չեք, ամեն դեպքում թիվ 1 մեղավորը չեք, ուղղակի Սերժը շատ ծխող ժողովուրդ է գցել ձեր ջեբը։ Մի խոսքով ինչ ցույց տվեց Էստոնիայի փորձը, որ ID քարտերը շատ կարևոր են, արդեն 20 fucking տարի է, շատ կարևոր են, ու որ հայտարարումը պարտադիր է։ Իսկ կարող է ամեն դեպքում էլի հետաձգվի։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարար եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Այսինքն երկաթե հետ էստոնական ձեռքով են կառավարում, հերիքա ժողովրդի կապրիզներին ընթരാճ գնանք։ Լավ, իսկ ինչքան կարելի է հետաձգել։ Լավ, մի անգամ կարելի է, 2 անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Դե եթե 10 անգամ կարելի է հետաձգել, այսինքն դեռ 7-8 անգամ կարանք։ Մի փորձարկի վարչապետի համբերությունը, ինքը Էստոնիա է գնացել։ Ինչպես вообще բոլոր պաշտոնյաները վերջի 20 տարին միլիոն անգամ գնացել են Էստոնիա։ Արո, всё, էլ այդ մարդուն Էստոնիա չտանեք։ Okay, իսկ պրինտերներ նախապես առել ենք, որ տպենք այդ հատուկ ID քարտերը։ Հատուկ պրինտերները կան։ Հիմա մենք նույնականացման քարտերի հետ կապված պրինտերներ այսօր որոշում կայացնում ենք, եւս 2 հատ պրինտեր ենք բերում, որ նոյեմբերին հասցնենք այդ ամեն ինչը անենք։ Մրցույթ էս անգամ շուտ ենք, մրցույթով ենք արել, թե մեկ անձով ենք արել։ Մեկ անձով ենք արել, որովհետեւ հրատապ եւ ժամանակ չկա, որովհետեւ ուշ ենք գլխի ընկել, որ տենց հարց կա։ Հա, դե գուցե կառավարությունն էլ է մի քիչ մեղավոր, չեն մտածել, որ 3 միլիոն մարդու համար ID քարտ տպելու համար տենց պրինտեր են պետք։ Ոնց որ ուզում են որ մի րոպե տայն որ մարդ ավտոբուսում հասցնի ստանալ ու մոռացել են որ վալիդատորներ էլա պետք առնել։
Լավ, իսկ մենք այդուհանդերձ շարունակում ենք ամուր քայլելով մտնել դեպի Եվրոպա, կարծեմ։ Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք կքննարկենք ազատությանը տված բացառիկ հարցազրույցում, ասել է Դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Չհստակեցնելով դիմում ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է. Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։ Դեռ չենք մտել։ Համարյա թվում էր թե մտենք։ Ես գիտեմ մեջն ենք։ Հələ որ օրենքն ենք ընդունել, որ իրանք զգան, որ մեր համար շատ գրավիչ են, երբեմն երազախապ ենք լինում ենք։ Okay, դե պատմեք։ Հաճելի է, որ մենք տենց Եվրոպա մեծ քայլեր ենք անում մաժում։ Այնինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունն հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Տեսնում եք ինչքան բարձրացեցինք Եվրոպայի ինքնագնահատականը այդ մի փոքր օրենքով։ Եվրոպային թվում էր, որ ինքը արդեն ծերացել է գեշա, բայց Հայաստանը նենց արեց, որ իրան ցանկալի գայթակիչը գեղեցիկին զգաց։ Որ այդ օրենքով sense Եվրոպայի G-spot-ն ենք գտել, իսկ Եվրոպա մտնելու համար շատ բան պետք չի։ Արես այս վիդեոն չէ, սա չէ, դա վիդեո է։ ուրիշ վիդեո է այնտեղ։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա։ Այն պետք է լինի պետություն եւ լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել։ Երբ ստանանք կքննարկենք, բայց ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք։ Արա հա, շատ հետաքրքիր եք։ Թույն ծիտեք, օրես ինչքան են ոգևորվել Եվրոպայի։ Բայց շատ որ կընդունեն հայտը։ Կարող մենք ենք ծեր ու գեշ։ Արա չէ, ասեցին, որ ընդհանրապես պետք է լինել պետություն եւ լինել Եվրոպայում։ Էլ ուժ բան պետք չի, չէ՞, այնտեղ մտնելու համար։ Պետք է որոշ պայմաններ բավարարվեն, հետո կտեսնենք։ Արա դե հերիքա պոչ խաղացնեք, մենք ձեզ խզմալյան ենք տվել, մենք թողնում ենք ձերոնք թաղապետարանում մասիվի ծեծ կրտուկ անեք, էլ ինչ եք ուզում։ Էլ ինչա պետք ձեզ միանալու համար։ Սաղ մենյուն խնդրում եմ հրապարակեք։ Լինել Եվրամիության անդամ նշանակում է քաղաքական խարիսկ գցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար։ Սիբե ուզում են Ուկրաինայի անվտանգությունը fucking գցել մեր ջեբը։ Այ Մեքսիկի ջերմուկի անվտանգության համար խարիսկ չենք կարող գցել։ Իսկ դուք Եվրոպա Փարիզի կենտրոնում մեր քրոջ անվտանգությունը չկարողացաք պաշտպանել։ Ում։ Մեր Քարտաշյանը նորը ցերեկով թալանել են, չես հիշում։ Այս հարցում կան ոնց որ հայամետ քայլեր։ Քիմ Քարդաշյանին թալանելու գործով մեղադրյալները շաբաթասկզբին կանգնեցին Փարիզի դատարանի առաջ։ Կասկածյալները 10 են, բոլորն էլ 70-ին մոտ։ Մամուլում նրանց կոչում են պապ ավազակներ։ Պապ սրիկաներ, արա այդ ինչքան փոքր է Եվրոպայում կենսա թոշակը, որը ծերակույտը փորձում է մտնի քիմի ջեբը։ Լավ, ինչ էին տարել այդ պապենական գորը, իջացնեմ արա 7 տարի առաջ այդ մարդիկ միջև դատի հասնեն կմեռնեն 7-ից ավել։ 2016-ի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բավականին փորձառու ծեր գողերի խումբը ներխուժել է Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համալիր ու գողացել նրան նշանադրության ադամանդե մատանին 4 միլիոն դոլար արժողությամբ, որը рэփեր նախկին ամուսին Քանյե Ուեսթն էր նվիրել։ Խեղճ Քանյեն, արա առավոտի ծիրիգուն տաքսիստի նման աշխատում էր, որ կարողանա 2 կոպեկ հետ գցի, այդ մատանին առնի։ Գուցե դրա համար Քիմը երկարաժամանակ չէր կարողանում նշանը հետ տա, որ նշանդրեքի մատանին չկար, ու հիմա նոր դատում էր այդ ծերուկներին։ Քիմը, գիտես ինչ դժնդակ օրեր էր ապրում, ստիպված եղավ ժողովուրդ ուշադրություն։ 2 հատ ավել story անել Instagram-ում, որպեսզի այդ միլիոնների այդ կորցրածը ինչ որ չափով վերականգնի։ Քիմ Քարդաշյանը սարսափելի վախեցել է, երբ տեսել է դռնապանին, որին շրջապատել են ոստիկանի հագուստով քողարկված ատրճանակով զինված տղամարդիկ։ Մտածել է, որ նրանք ահաբեկիչներ են, եկել են իրեն առևանգելու։ Սկզբից մտածեց, հեսա ավելի վատ բան են անելու, բայց հետո տեսավ, հա չէ, բձեք են, հազիվ առևանգեն։ Լավ, ինչ են ասում ծերակույտի փաստաբանները։ Oui, mais c'est un procès qui a été international parce qu'en réalité Այս դատավարությունը միջազգային ուշադրության առարկա է ուժողի պատճառով, քանի որ բոլորը գիտեն, թե ով է Քիմ Քարդաշյանը։ Հələ մի բան էլ Քիմին են մեղադրում։ Սա ձեր Եվրոպան, հա։ Հիշեցնեմ, որ դեպքը այդ թալանը տեղի ունեցել 16 թվի վերջում, այդ մարդկանց բռնել են 17 թվին, ու հիմա նոր, ինչքան 8 տարի անց դատում են, այս աշխատում են մոտավորապես մեր կառավարության արագությամբ։ Մնացեք մեզ հետ։
Նարեկ։ Ինչի արտնացրեցիր, ինձ լավ երազ էի տեսնում, որ տան ռեմոնտը ավարտել եմ։ Արտնացրեցի, որ ասեմ Դոմուսը ունի հատուկ առաջարկ 1200 տեսակի սալիկներից գնում եք 200,000 դրամի սալիկ եւ ստանում 25,000 դրամի այլ ապրանքներ, ծորակներ, լամինետե հատակներ, պաստառներ, ներկեր, դռներ։ Տենցա, բռնեմ ամբողջ սալիկները Դոմուսից առնեմ, են մնացած ապրանքներն էլ նվեր ստանամ, իսկ են 16 ամիս անտոկոս ապարիկը գործում է, չէ՞։ Այո, Դոմուսի հետ միշտ շահում ես, դուք էլ շտապեք, որովհետև ակցիային մասնակցող սալիկները սահմանափակ են։ Այսքանն էր այսօր Armcom-ը։ Եվ վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Այսինքն կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը։ Իհարկե շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ։ Ինչ ես կարծում են վարկածի մասին, որ սա հատուկ են արել իշխանությունները, տարել են դեպի ցես կրտուկ, որ իրական կոռուպցիոն բանը չերևա, որովհետև սկսվեց այդ ամենը շատ անկապ տեղից։ Ոչ մեկ չի երգում, որ վատ են սարքեն մանկապարտեզը, չեն հերքում, բայց ասում են այդ թերությունը բացահայտելիս ասել եք անբարոյական։ Եթե իշխանությունը կարար այդպես պլանավորեր, մնացած բաներն էլ լավ կպլանավորեր, չէր։ Դրան չեմ հավատում, ինչպես նաև քո վարկածին պատասխանի վարկած կար, որ այն Վագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպն էլ հատուկ եղավ, որ հետո ցույց տան տես ընդդիմությունն էլ է բանանում, բայց այնտեղ ինքն էր սաղին կոպալով։ Էլի չեմ հավատում, որ այտենց լավ պլանավորում։ Դե հա, այնտեղ լուրջ կոորդինացիոն բաներ պետք է գնեն այտենց բան կազմակերպելու համար, որոնք չկան։ Արա, բայց մյուս կողմից չկան։ Էդի որ պահից դուրս եկավ դեպի Քֆուրի դաշտ։ Այնտեղ ասեն դե անգեց ասես։ Այդ զանգից, չէ։ Արտոնը շատ կյուրտ վերցեց, այո, պարոն Տեր Մարկարյան։ Բայց այն մարդը չգիտեր, որ իրան ձայնագրում են, այսինքն ինքը դրա համար էր արքային քրվում։ Հա, դե այսօր ինչ-որ մեկին զանգելուց պետք է ենթադրես, որ հերոսի մեջ պես մի կերպ է։ Այդ մի փոքր լազիկան կա, էլի, որ եթե դու ուղղակի խոսում ես տետատետ, ավելի ուրիշ բառապաշար ես օգտագործում, քան եթե դու միշտ ինչ լավ է չես զանգում վերջի։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա